Մենք ենք մեր խնդիրները։ Երևի այսպես կարելի է ձևակերպել իրողությունները, որոնց հետ մենք մնացինք եվրոպական գագաթաժողովից հետո, եկեք արձանագրենք հետևյալը։ Օրինակ, ինչ ստացավ Հայաստանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, որովհետև սրանք երկու տարբեր սուբյեկտներ են։ Ինչ ստացավ Հայաստանը եվրոպական գագաթաժողովի արդյունքներում։ Օրինակ, Եվրոպական խաղաղության հիմնադրամից 30 միլիոն եվրո պաշտպանողականությունը ամրապնդելու համար թվում է թե լավ է, չէ՞, բայց իրենք եվրոպացի մեր հարգարժան գործընկերները ունեն յուրահատկություն։ Իրենք ինչքան աջակցում են, ինչպես աջակցում են Հայաստանին այդ նշված հիմնադրամից, նույն ձևել աջակցում են Ադրբեջանին, հետևաբար ստացվում է Երևանում անցկացված գագաթաժողովի արդյունքում Ադրբեջանը 30 միլիոն եվրոյի աջակցություն կարող է ստանալ։ Սա առաջինը, երկրորդը, մենք հետաքրքիր իրականության ականատես եղանք։ Մի կողմից Հայաստանում շատ է խոսվում ինքնիշխանության կարևորության մասին, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքում Էմանուել Մակրոնը իրեն թույլ է տալիս կարծիք հայտնել այն մասին, թե որ երկրի զորքերը Հայաստանում կարող են լինել, որոնք չեն կարող լինել, Հայաստանի Հանրապետության իշխանություններն էլ սրա վերաբերյալ գնահատական չեն տալիս։ Ավելին Էմանուել Մակրոնը նաև ասում է, որ մենք երկար տարիներ եղել ենք այլ պետության արբանյակ, ավելի կոնկրետ Ռուսաստանի Դաշնության, ուղղակի չմոռանանք, որ 18 թվականին Էմանուել Մակրոնը ինքը եկել էր Հայաստան, օրինակ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու համար, այսինքն հասկանանք, ստացվում է, որ Էմանուել Մակրոնը գիտեր, որ Հայաստանը այլ երկրի արբանյակ է, բայց միևնույնն է եկավ այստեղ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, իսկ միգուցե Հայաստանը երբեք էլ ոչ մեկի արբանյակը չի եղել, ուղղակի անհրաժեշտ էր այս փուլում Նիկոլ Փաշինյանին աջակցելու եւ Հայաստանով Ռուսաստանին վնասելու համար այս գագաթաժողովը անցկացնել, բայց ամենակարևոր հարցի պատասխանը եւս չհնչեց։ Լավ, ենթադրենք Մակրոնի ասածը իրականացվում է, իսկ Ադրբեջանին եւ Թուրքիային ով է զսպելու։ Մակրոնի ասած Frontex-ն է զսպելու, թե իրենք են զսպելու։ Իդեպ ուղղակի չմոռանանք, Նիկոլ Փաշինյան եւ Էմանուել Մակրոնի ընդհանրություններն էլ նշենք։ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը, Էմանուել Մակրոնը հանձնեց, կորցրեց Ֆրանսիայի տիրապետության կամ ղեկավարության տակ գտնվող գաղութները Աֆրիկայում, այսինքն երկուսն էլ մնալու են պատմության մեջ որպես հողեր կորցրած, հողեր հանձնած անձնավորություններ։ Ինչի ենք սա ասում, լավ, ենթադրենք Մակրոնի ասածը տեղի ունեցավ եւ Հայաստանը իսկապես հրաժարվեց Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից, Ֆրանսիան է զսպելու Ադրբեջանին, Ֆրանսիան կամ Frontex-ն են զսպելու Թուրքիային Ադրբեջանին, Հայաստանը Արևմտյան Ադրբեջան վերածելուց։ Սա հարցեր են, որոնք իսկապես անպատասխան մնացին եվրոպական գագաթաժողովից հետո, միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ եղած մեր խնդիրները էլ ավելի են խորանալու։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը այս գագաթաժողովի ընթացքում ծախսեց մի քանի տասնյակ միլիոն, եթե ոչ ավելին հայկական բյուջեից, տասնյակ միլիոն, 100 միլիոնավոր դրամներ, միգուցե կիմանանք թվերը մոտ ապագայում, արդյունքում Ադրբեջանը հնարավոր է եւս մեր պես ստացավ 30 միլիոն եվրո աջակցություն Եվրամիությունից, մենք էլ ուղղակի այս ամեն ինչի արդյունքում ստացանք խնդիրներ Ռուսաստանի Դաշնության հետ։ Մտածեք, թե ով է այս ամեն ինչի իրական շահառուն։ Միգուցե այն ինչ որ Ադրբեջանը եւ Թուրքիան չեն կարողանում բացանել, իրենք անում են այստեղ Մակրոնի ձեռքերով։ Մտածեք։